Բուժարուն դիմել է Իզմիրյան բժշկական կենտրոն, գանգատվելով ավելորդ քաշից, երկրորդ տիպ շաքարային դիաբետից, կլինիկո-լաբորատորիվ դիագնոստիկ հետազոտությունների արդյունքում հիվանդի մոտ ախտորոշումը հաստատվել է, ունեինք երրորդ աստիճանի ճարպակալում և երկրորդ տիպ շաքարային դիաբետ։ Հիվանդին առաջարկվել է հայտնի վիրահատական մեթոդը, բարիատրիկ և մետաբոլիկ վիրաբուժության մեջ կիրառվող Roux-en-Y gastric bypass, որը արդյունավետ մեթոդն է շաքարային դիաբետի և ճարպակալման համանդրության ժամանակ։ Հիվանդը համաձայնվել է վիրահատությանը և մենք կատարել ենք այդ միջամտությունը։ Վիրահատական շրջանում հիվանդի մոտ երկրորդ օրվանից շաքարային դիաբետը կոմպենսացվել է։ Ուզում եմ շեշտը դնել երկրորդ տիպ դիաբետի բուժման վրա, որը համադրվում է ճարպակալման հետ, դա լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում և որի բուժման մեթոդը վիրաբուժական այսօր արդեն առկա է և կիրառվում է զարգացած և զարգացող երկրներում։ Ճարպակալումը բազմաֆունկցիոնալ քրոնիկական հիվանդություն է, որը արտահայտվում է մի շարք ուղեկցող հիվանդություններով, ինչպիսիք են զարկերակային ճնշման տատանումները, հենաշարժիչ ապարատի խնդիրները, ստորին վերջույթի վարիկոզ հիվանդությունը, ինչպես նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետը, որը ուղեկցում է ճարպակալած հիվանդների մեծամասնությանը։ Այդ ամբողջ հիվանդությունները կարելի է կոմպենսացնել, իսկ շաքարային դիաբետը լրիվ բուժել վիրահատական մեթոդով, որ մեր կլինիկայում ներդրված է, և ուրեմն երկրորդ տիպի շաքարային դիաբետը և ճարպակալումը բուժելի հիվանդություններ են, կարևորն է ճիշտ գտնել մոտեցումը և բուժման մեթոդը։